Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու հրատապ միջնորդություն է ներկայացրել պաշտպանական թիմը։ Դեկտեմբերին էր դատարանը 3 ամսով երկարաձգել Ղուկասյանի կալանքը։ Զարուհի Փոստանջյանի խոսքով ամեն պահի կարող է դատական նիստ հրավիրվել նոր միջնորդությունը քննելու համար։ Նա ունի քրոնիկ բազմաթիվ ծանր հիվանդություններ, որը այս պահի սրված են եւ նա կարիք ունի առաջնահերթ բուժման։ Երկուշաբթի հետաձգվել էր Ղուկասյանի գործով նիստը, դատարանի դալիճ շտապօգնության խումբ էր եկել արձանագրել, որ Վարդան Ղուկասյանին հոսպիտալացնելու անհրաժեշտություն կա։ 3 չառաջ օրը դատարան ժամանած շտապօգնության բժշկի ցուցումը արհամարեցին եւ նրան հիվանդանոց տեղափոխելու փոխարեն առևանգեցին եւ նորից բերեցին այստեղ Նալբանդյան 104 հասցեում գտնվող մեկուսարան։ Թե ինչու քաղաքապետին հիվանդանոց չեն տեղափոխել, պաշտպաններին հայտնի չէ։ Փոստանջյանը պնդում է, իրավապահամակարգը հաշվի չի առնում ոչ միայն բժշկի վերջին ցուցումը, այլ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների առկայությունը։ Այդ ախտորոշումները համընկնում են կառավարության կողմնորոշիչ ցանկում ներառված որոշ մի քանի, այսինքն հիվանդությունների հետ, մինչդեռ նրան կալանքից չազատեցին։ Խայտարակություն է։ Արդեն 3 ամիս է կալանավորված է Վարդան Ղուկասյանը։ Այս ընթացքում 2 անգամ է բուժհաստատություն տեղափոխվել, չնայած դրա մշտական անհրաժեշտությանը, պնդում է Փոստանջյանը։ Փաստաբանը այս հարցով մի է դդիմել։ Ես ներկայացրել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ միջոց կիրառելու համապատասխան միջնորդությունը բողոքը, հայցը։ Ստրասբուրգից օրերս պետք է կապ հաստատեն Երևանի հետ, ասում է Փոստանջյանը։ Տեսնենք հիմա դա այս պարագայում այս կառավարությունը ինչ արգումենտ պետք է բերի, որը թե ինչով է պայմանավորված, որ պարոն Ղուկասյանին այսպիսի ծանր վիճակում նախ պահում են այստեղ եւ բուժօգնություն չեն տրամադրում։ Այս ընթացքում Ղուկասյանի հարցով զեկույց է պատրաստվում նաև Եվրոպայի խորհրդում, հայտնում է փաստաբանը։ Այս պայդրությամբ ես եմ նաև նամակագրության մեջ Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարման եւ ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարի հետ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ տեղական ինքնակառավարման պատրաստվում է զեկույց եւ այդ մասով ես ուղղակի իրենց հետ գործընկերային աշխատանքային հարաբերությունների մեջ եմ այդ զեկույցի մասով եւ մասնավորապես պարոն Ղուկասյանի այս ապօրինի կալանավորման մասով։ Ինչին աշխարհամասը ուսումնասիրում է Գյումրիի քաղաքապետի դատական ոդիսականը, Մոսկվան մտահոգված է եւ քաղաքական է անվանում Ղուկասյանի գործը։ За изложение политических взглядов. Մարդուն ձերբակալելը քաղաքական հայացքներ արտահայտելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ, максимизировать возможности. Այլ ավելի շուտ ուղղված են նրա արտաքին հարաբերությունների մաքսիմալացմանը, սեփական զարգացման շահերից ելնելով, լուրջ մտահոգություն է առաջացրել։ Ռուսաստանի արտգործնախարարը Վարդան Ղուկասյանի գործի մասին խոսելիս հույս էր հայտնել, որ Հայաստանում չեն հետապնդի այն քաղաքական գործիչներին, որոնք Ռուսաստանի հետ համագործակցելու կողմնակիցներ են։ Հույս ունենք, որ Հայաստանի քաղաքական գործիչները, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ համագործակցության զարգացման եւ խորացման օգտին, չեն ենթարկվի հետապնդումների։ Սերգեյ Լավրովի հիշատակած հոդվածով Վարդան Ղուկասյանի դեմ քրեական հետապնդում հարուցվել էր կալանավորվելուց հետո։ Ղուկասյանը հայտարարել էր, թե կողմ է, որ Հայաստանը ինքնիշխանությունը պահպանելով միություն կազմի Ռուսաստանի հետ։ Այդ հայտարարությունն այնքան էր զայրացրել Նիկոլ Փաշինյանին, որ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից 20 օր առաջ նա այս հայտարարությունն էր արել խորհրդարանի ամբիոնից։ Դուրս շպրտեն քաղաքական եւ հանրային դաշտից։ Սա սպառնալիք են անվանում փաստաբանները։ Պնդում Ղուկասյանի շուրջ ձևավորված իրավական թնջուկը Փաշինյանի պատվերը բավարարելու համար է։ Այնքան լկտի էր իշխանությունը, որը ուղղակի չվարանեց եւ այդ մասին նախապես հայտարարվել էր, այսինքն միջև հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը, մենք արդեն այդ մասին, որ կար սպառնալիք դուրս շպրտելու քաղաքական եւ հանրային կյանքից, մենք լսել ենք։ Բարձյալն Աստծով այեղ դադաստանը կթափի ձեր գլխուն։ Փետրվարի առաջին շաբաթում Ղուկասյանի կաշառք պահանջելու գործով նիստ կա նշանակված։ Մինչ այդ փաստաբանները պնդում են Ղուկասյանը պետք է շտապ հոսպիտալացվի։ Ալբերտ Սերոփյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։